Եզդիներ, միջին արևելքի իրանալեզու ժողովուրդ, լեզուն եզդիկի, պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին, որպես հնագույն ազգ առաջացել է Միջագետքում, Իրաքի տարածքում, նրանց պատմական բնօրրանը համարվում է Իրաքի հյուսիսում գտնվող Շանգալը, եզդիները չունեն պետականություն, ցփրված են աշխարհով մեկ, ապրում են Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Ամերիկայում և մի շարք այլ երկրներում։ Եզդիներն իրենց կրոնը կոչում են Շարֆադին, այն քարոզել է մշտապես մարզկություն, հարգանք բոլոր ժողովուրդների և կրոնների հանդեպ, բարություն, մաքրություն և ազնվություն։ Գլխավոր սրբավայրը պատմական բնօրրան Շանգալից 120-ից 130 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լալը Շահ Նուրանին է։ Լալը Շահ Նուրանին համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունը։ 2012 թվականի սեպտեմբերի 29-ին Արմավիրի մարզում բացվեց Զիարաթ եզդիական տաճարը։ Դա առաջին եզդիական տաճարն է եզդիների հայրենիքից Շանգալից և սրբավայր Լալշի տարածքից դուրս։ 2018 թվականին ակնալիքում կառուցվեց երկրորդ ավելի մեծ եզդիական տաճարը։ Եզդիները բաժանվում են 3 հիմնական խմբերի՝ շեխ, փիր, մրիդ։ Շեխերն ու փիրերը համարվում են հոգևոր դասի ներկայացուցիչներ և իրենց հերթին բաժանվում են մի քանի ենթախմբերի։ Հայաստանաբնակ եզդիները դեկտեմբերի 13-ին հաջորդող շաբաթվա ընթացքում երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերին ծոմ են պահում և նշում Եզիդի տոն կոչվող տոնը։ Այն եզդիները, որոնք որ գժտված են եղել, այսօրը պարտադիր պիտի հաշտվեն։ Չհաշտվողները եզդի կոչվելու իրավունք չունեն։ Տոնից առաջ 3 օր ծոմ պահելու ընթացքում իրենց մահացած ազգականների հոգեբաժին ուտելիքը տանում են որևէ հարևանի տուն։ Հինգշաբթի օրն այցելում են գերեզման, երեկոյան ավարտում ծոմը և ուրբաթ օրը սկսում տոնել։ 3 օր շարունակ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին մարդիկ այցելում ու շնորհավորում են իրար։ Հայաստանաբնակ եզդիները Սուլթան Եզիդի տոնը նշելուց մի շաբաթ անց հինգշաբթի օրը նշում են Շամսի տոն կոչվող տոնը։ Այս տոնը նվիրված է եզդիների հավատալիքներում արևի հետ նույնացվող Շեյխ Շամսին։ Այդ օրը հանգուցյալների հոգեբաժին ուտելիքը տանում են որևէ հարևանի տուն, այցելում իրար ու շնորհավորում։ Տոնացույցում կենտրոնական տոնը կարմիր չորեքշաբթին է, Չհարշամա Սրես Սալե տոնը, եզդիների ամանորյա առաջին օրն է։ Ըստ ավանդապատումային այլ տարբերակների չորեքշաբթի օրն է Արեիչը ստեղծել Տաուս Ռեշտակին, այդ օրն են ստեղծվել նաև Ադամն ու Եվան։ Առհասարակ չորեքշաբթի օրը եզդիական պատկերացումներով չպետք է որևէ գործ ձեռնարկել։ Տոնը ուղղակիորեն նվիրված է Տաուսե Մալակի Սուրբ Ծնունդին և նշվում է մեծ շուքով։ Նշվում է ապրիլի 13-ից հետո հանդիպող առաջին չորեքշաբթի օրը։ Տոնի նախօրեին եզդիները հավաքվում են Արմավիրի մարզի Ագնալիչ համայնքի սրբավայրում։ Ներկում են ձուն, դեղին, սպիտակ և կանաչ գույներով։ Դեղինը արևի գույնն է, կարմիրը տարիներ շարունակ ցեղասպանության ենթարկված եզդիների ազգակիցների արյան գույնն է, կանաչը բնության զարթոնքի գույնն է։ Նոր տոմարով փետրվարի 13-ից հետո հանդիպող առաջին ուրբաթ օրը նշվում է Խդր Էյլազի, Նաբիի տոնը։ Վերջինիս ընթացակարգը աչք է զարնում առաքելական հայերի հարգված Սուրբ Սարգսի տոնական ընթացքի հետ իր նմանություններով։ Ամուսնությունը կարևոր տեղ ունի եզդիների կյանքում և եզդիական հարսանյան ծառայողությունները դավատը, ինչպես կրոնական տոները, ունեն իրենց հատուկ օրենքները, կարգը ու կանոնը։ Հարսանեկան ծիսակատարության ժամանակ կարևոր նշանակություն ունի նաև զարդարված ծառի ճյուղը, որը պարզեցնում է Ազապ եղբայրը։ Մի քանի երիտասարդ Ազապ եղբոր գլխավորությամբ գնում են Ցերանենու դաշտերից գողանում այդ ծառի ճյուղը, որից հետո բերում են Պեսայի տուն և երեկոյան զարդարում տարբեր տեսակի մրգերը և այլ քաղցրավենիքներով։ Կարևոր է նշել նաև, որ այդ ծառի ճյուղը չպետք է կտրվի ինչ-որ գործիքով, այլ համատեղ ուժ գործադրելով պետք է այն կոտրել։ Այդ ճյուղի մեջտեղի հատվածում ճյուղը ամբողջությամբ զարդարելուց հետո կապվում է մի գունավոր կտոր։ Դրա նպատակն այն է, որ առավոտյան Ազապ եղբայրը ճյուղը բոլոր հավաքվածների մեջ բարեցնի, ամեն մեկը նորապսակներին երջանկություն մաղթելով սրտի ցանկությամբ իր նվիրատվությունը թողնի այդ կտորի մեջ։ Երբ նորապսակներն արդեն գալիս են Պեսայի տուն, այնտեղ նախքան տուն մտնելը, դրսում ավանդական դհոլ զուռնան է հնչում,
Եվ մինչ բոլոր մասնակիցները պարում են, այդ ընթացքում Փեսան հարսին թողնում է ներքևում, իսկ ինքը բարձրանում է մի ինչ-որ բարձր տեղ, որտեղ արդեն գտնվում է Ազապ եղբայրը։ Ազապ եղբայրը ներքևում գտնվողներից մեկի հետ պայմանավորվելով, այն բարձը, որ բերվել էր հարսի տանից, 3 անգամ գցում է ներքև իր ընկերոջը, ով իր հերթին նորից ետ է ուղարկում վերև եւ այդպես 3 անգամ։ Իսկ վերջին երրորդը Ազապ եղբայրը բարձը բռնում է եւ իր մոտ պահում։ Նշենք նաև, որ ամեն անգամ ներքևից բարձը վերև տալով Ազապ եղբայրը այն բռնում է, խփում Փեսայի գլխին, ապա նոր գցում ներքև։ Այդպես 3 անգամ։ Այդ գեղեցիկ ծեսը անցկացնելուց հետո Փեսան իր ձեռքում գտնվող 3 կարմիր խնձորներով խփում է ներքևում գտնվող իր հարսնացուի գլխին։ Հետաքրքիր սովորույթ է նաև այն, որ երբ Եզդի մի ընտանիքում արական սեռ երեխա է ծնվում ու նրա գլուխն արդեն մազակալում է, ծնողներն իրավունք չունեն կտրել մազերը, մինչև հոգևորականն իր ձեռքով չկտրի նորածնի մազերից մի փոքր փունջ։ Ըսկը դա նորածնի առաջին մազի հեռացումն է շեխի կողմից։ Ըսկի ծիսակատարությունն իրավունք ունեն անցկացնել որոշ շեխերի ներկայացուցիչները եւ համարվում են տվյալ ընտանիքի հոգևորական։ Եզդիները ստառն են կոչում ոչ ամենօրյա օգտագործման համար նախատեսված անկողնու ծալքը։ Ըստ եզդիական հավատալիքների, այդ ծալքի մեջ է ապրում տան հովանավոր ու պաշտպան համարվող բարի ոգին։ Եզդիները ստեռնին վերաբերվում են պատկառանքով, խոնարհվում ու համբուրում են այն, չեն հենվում ստեռնին ու չեն բարձրանում դրա վրա։